Դոնալդ Թրամփը ուրախությամբ հայտնել է, որ վերջին 2 օրերին Միացյալ Նահանգներն ու Իրանը հաջող բանակցություններ են ունեցել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների լիակատար եւ ամբողջական դադարեցման վերաբերյալ։ Սպիտակ տան ղեկավարը պատերազմի գերատեսչությանը հրահանգել է 5 օրով հետաձգել Իրանի էներգետիկ օբյեկտների վրա Միացյալ Նահանգների գրոհները։ Իրանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ չեն վարում։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը 48-ժամյա վերջնագիր էր ներկայացրել Իրանին, եթե Թեհրանը չափաշրջափակի Հորմուզի նեղուցը, խոստացել հարվածել Իսլամական Հանրապետության էլեկտրակայաններին սկսելով ամենախոշորից։ Իրանի կոշտ արձագանքը չէր ուշացել։ Եթե իրանական էլեկտրակայաններին հարվածելու Ամերիկայի սպառնալիքներն իրականանան, պատասխան միջոցները կձեռնարկվեն անմիջապես։ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ կփակվի եւ չի վերաբացվի մինչեւ ավերված էլեկտրակայանները չվերականգնվեն։ Իրանը խոստացել է թիրախավորել նաև Իսրայելի ու տարածաշրջանում ամերիկյան էներգետիկ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները։ Տարածաշրջանի երկրների էլեկտրակայանները, որտեղ տեղակայված են ամերիկյան բազաներ, օրինական թիրախ կդառնան։ Ամեն ինչ պատրաստ է մեծ ջիհադի համար, որի նպատակն է ոչնչացնել Մերձավոր Արևելքում ամերիկյան բոլոր տնտեսական շահերը։ Մենք չենք պատերազմի նախաձեռնողը եւ հիմա էլ չենք լինի, բայց եթե թշնամին վնաս հասցնի մեր էլեկտրակայաններին, մենք ամեն ինչ կանենք մեր երկիրը եւ մեր ժողովրդի շահերը պաշտպանելու համար։ Իրանը նաև զգուշացրել է, որ կականապատի ամբողջ Պարսից ծոցը, եթե թիրախավորվեն ափամերձ տարածքներն ու կղզիները, չպատերազմող երկրների համար Հորմուզի նեղուցով անցնելու միակ ճանապարհը Իրանի հետ համակարգումն է։ Միացյալ Նահանգներ Իսրայել-Իրան պատերազմի պայթյունավտանգ վիճակի ֆոնին աննախադեպ խորանում է համաշխարհային տնտեսական կոլապսը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ահազանգում է այսօրվա էներգետիկ ճգնաժամը շատ ավելի խորն է, քան 70-ականների նավթային շոկը։ Թրամփի հայտարարությունից անմիջապես հետո նավթի համաշխարհային գները նվազել են 9-ից 10% սահմաններում։ Համաշխարհային լիդերները պատերազմին ներգրավելու ցանկություն չունեն, սակայն Թրամփի հետ համաձայն են մեկ հարցում։ Գիտեմ, որ նախագահը բարկացած է, որովհետև նրա կարծիքով եվրոպացի ղեկավարներն ու մյուս դաշնակիցները դանդաղում են։ Լավ նորությունն այն է, որ 22 երկիր հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաև Ճապոնիան, Կորեան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը համախմբվել են մեկ տեսության շուրջ, որ Հորմուզի նեղուցը պետք է բացվի հնարավորինս շուտ։ Համաշխարհային էներգետիկ ճգնաժամի խորացման ռիսկերի մասին հայտարարել են նաև Պեկինից։ Եթե պատերազմը շարունակվի, իրավիճակը կրկին կսրվի, տարածաշրջանը կարող է հայտնվել անվերահսկելի վիճակում։ Պատերազմի անորոշ ընթացքի ու իրավիճակի կտրուկ փոփոխության հետևանքով Թրամփը անելանելի վիճակում է։ Սպիտակ տան ղեկավարն Իրանին վերջնագիր ներկայացնելուց ժամեր առաջ ակնարկել էր, որ քննարկվում է պատերազմը դադարեցնելու հարցը։ Մինչդեռ նրա վարչակազմը հայտնել էր Մերձավոր Արևելք ավելի շատ զորքեր ուղարկելու մասին։ Փոխադարձ սպառնալիքներին զուգահեռ մերձարևելյան տարածաշրջանի երկինքը կրկին բոցավառվել է, մեկնարկել է ճշմարիտ խոստում 4 օպերացիայի 75-րդ ալիքը, թիրախավորվել են իսրայելական ու ամերիկյան ռազմական օբյեկտները, այս պատերազմը ոչ միայն անօրինական է, այլև անմարդկային, շնորհակալություն վարչապետ, թշնամու դեմ ուղարկվող հրթիռների վրա այս գրառումն ուղղված է Իսպանիայի վարչապետին, որը միակն էր, ով ընդդիմացավ Իրանի դեմ պատերազմին։ Իսրայելի պաշտպանության բանակը ուժգին հարվածներ է հասցնում Իրանի կենտրոնական հատվածներին, մասնավորապես թիրախավորվել է Յազդ քաղաքի լեռնային տեղանքը, որտեղից ըստ իսրայելական աղբյուրների Իսրայելի դեմ բազմաթիվ հրթիռային արձակումներ են իրականացվել։ Իսրայելի հրթիռի հարվածի հետևանքով պայթել է Լիբանանի Լիթանի գետի վրայով անցնող Ալ-Քասիմիա կամուրջը, հրապարակվել է իրանական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման տեսանյութը։ Իսրայելական կողմը հաղորդում է, որ հզոր հարվածներ են հասցվել Թեհրանին, պայթյուններ են որոտացել նաև Բանդար Աբասում, Բանդար Համիրում և Բուշերում։ Թիրախավորվել է Իրանի էներգետիկ համակարգը։ Իրանի դեմ պատերազմը շարունակելու և ռազմական գործողությունները դադարեցնելու մասին Թրամփի հակասական հայտարարությունների ֆոնին Իսրայելը վստահեցնում է, գնալու է մինչև վերջ։ Դեռ շաբաթներ կան Իրանի եւ Հզբոլլահի դեմ պայքարի համար։ Ամեն անցնող օր մենք ավելի ու ավելի ենք թուլացնում ահաբեկչական ռեժիմը։ Մենք թույլ չենք տա, որ ահաբեկչական ռեժիմը եւ նրա պրոքսիները սպառնալիք լինեն Իսրայել պետության ու մեր քաղաքացիների գոյության համար։ Բիբիի վարչակազմն Իրանի դեմ պատերազմը գոյապայքար է անվանում, մինչդեռ Իսրայելի դեմ հարձակումների համար Իրանին անվանում է քաղաքակրթության թշնամի։
Վերջին 48 ժամվա ընթացքում Իրանը կրկին ապացուցեց, որ քաղաքակրթության թշնամին է եւ սպառնալիք ազատ աշխարհի համար։ Իրանն ահաբեկչական հրթիռներով հարվածներ է հասցնում երեխաներին, ընտանիքներին ու տարեցներին, սպառնում է Երուսաղեմի սրբավայրերին, արձակում է հեռահար հրթիռներ եւ փորձում է շանտաժի ենթարկել աշխարհը Հորմուզի նեղուցի միջոցով։ Իրանական մեդիան նշում է, որ ամերիկյան կողմը նույնպես բացահայտ ատելությամբ է խոսում Իրանի մասին։ Սենատոր Լինսի Գրեհեմի խոսքով, վերջին 2000 տարվա ընթացքում հիմա Իրանը չեզոքացնելու լավագույն հնարավորությունն է։ Քաղաքակրթության օրրանից էլ ծաղրում են Թրամփին։ Հեյ Թրամփ, դու ազատված ես աշխատանքից։ Դու ծանոթ ես այս արտահայտությանը։ Շնորհակալություն այս հարցին ձեր ուշադրության համար։ Ճեպազուրիցի ժամանակ Զոլֆաղարին հիշատակել է Թրամփի «Դուք ազատված եք» աշխատանքից արտահայտությունը, որը նրա այցեթուղթն է դարձել, եւ խորհրդանշում է կոշտ կառավարման ոճը եւ վերջնական որոշումը։ Սրան հակադրվում է բյուրոկրատական քաղաքավարության ձևը։ Շնորհակալություն այս հարցին ձեր ուշադրության համար։ Thank you for your attention to this matter. Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։